Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում է։ Կզրուցենք իրավագիտության դոցենտ փաստաբան Գևորգ Պետրոսյանի եւ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոնայք, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վստահ եմ, մեզ շատ հետաքրքիր եւ կարեւոր եթեր է սպասվում։ Միանգամից ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի 80-րդ համագումարում արած հայտարարությունների մասին, գրեթե 20 րոպե ելույթ ունեցավ, 25 րոպե, թե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը եւ կրկին խոսեց խաղաղության մասին, եւս մեկ անգամ փաստելով, որ մենք այսօր հասել ենք խաղաղության Ադրբեջանի հետ եւ դա մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է։ Ձեր անդրադարձը, պարոն Ղազարյան, խնդրեմ։ Իր կարծում եմ ելույթի գլխավոր առանցքը, որը նաև հանրային քննարկման առարկա է եղել, Իլհամ Ալիևին ուղղված հերթական կոչն էր, որը վերաբերում էր իր ելույթից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի ունեցած ելույթին, որտեղ Ալիևը հաշվի առնելով այն պայմանավորվածությունները, որը մինչ այդ ինքը ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ, Աբու Դաբիում 5 ժամից ավել տևած միայն երկկողմ առանց որևէ այլ ներկայացուցչի մասնակցության բանակցությունների ընթացքում, որը նաև հետագայում ձևակերպել էր Վաշինգտոնում հայտարարության մեջ, Ալիևը պարզ բացատրեց իլուր աշխարհի, որովհետև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնը դա պետությունների ղեկավարների աշխարհին ուղղված ուղերձն է։ Եվ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ինքը տիրացել է Մեղրու Միչանսկին, որը կրում է պարզապես թրիփ անվանումը։ Այսինքն նա ասաց Զանգեզուրի Միչանսկն է, որը որ անարգել, անխոչնդոտ ապահովելու է ադրբեջանական երկու հատվածների կապը։ Այն ինչ որ մենք բարձրաձայնում ենք, այն ինչ որ մենք ասում ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձելով կեղծ բան ստեղծել, իբր Իլհամ Ալիևը ավելին է ասում, քան իր պայմանավորվածությունները, բայց նա այդպես բան երբեք չէր անի, ասում է ես տեղից պարզաբանում եմ պահանջում, որ Ալիևը պարզաբանի, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի Միչանսկ ասելով։ Ընդ որում շատ լավ իմանալով, որ այդ ձևաչափը երկխոսության ձևաչափ չէ, այսինքն եթե ինքնից բան է պահանջում կամ խնդրում, այդ չի նշանակում, որ Ալիևը պիտի դահլիճից ձեռք բարձրացնի, ասի մատ հնարավորություն տվեք, ես գամ Նիկոլ Փաշինյանը այս մարդը բան է ուզում պարզաբանեմ, գամ պարզաբանեմ, այդ չասեմ, որ այդ դահլիճում դե իրանից բացի մարդ չկար։ Կադրերը հրապարակվել են, դատարկ դահլիճում էր ինքը, երևի ընդմիջման ժամ էր, կամ արդեն երևի ավարտվել էր, ես դες տպավորություն ստացա էլ, որովհետև Արադ Միրզոյանն էր իր հիմնական ունկնդիրը եւ Նազելի Բաղդասարյանը։ Այնտեղ ուրիշ հիմնական ունկնդիր չկար։ Ինչի համար եմ սա կարևոր համարում իր այդ պարզաբանման կոչը Ալիևին ուղղված, որովհետև եթե հիշում եք 2022 թվին էլ նույն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից նա էլի կոչով դիմեց Իլհամ Ալիևին, դա ջերմուկի դեպքերից ընդամենը 8-9 օր հետո էր 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, իսկ պատերազմը ջերմուկում եղել էր սեպտեմբերի 13-15-ին։ Այսինքն պատերազմից մի շաբաթ անց գնացել է Նյու Յորք, ընդ որում հոկտեմբերի 6-ի հայտարարությունը ստորագրելուց էլ մի քանի օր առաջ։ Եվ ասում է այս բարձր ամբիոնից ես դիմում եմ Ադրբեջանի նախագահին, թող նա ցույց տա այն քարտեզը, որ ինքը համարում է Հայաստան։ Բայց Ալիևը ճիշտ ասած հələ մինչև հիմա ցույց չտվի այդ քարտեզը։ Որովհետև ինքը սպասում է ժամանակին, թե երբ ինքը ցույց կտա միասնական Ադրբեջանի քարտեզը, որը ներառելու է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը, որովհետև Հայաստանի գործող հանրապետության լուծարումը եւ այդպես ասած 4-րդ հանրապետության ստեղծումը հենց դրա մասին է։ Եվ պարոն Պետրոսյան, կխնդրեմ այս հարցին դուք էլ անդրադառնաք եւ բացի դրանից 4-րդ հանրապետության մասին խոսեց պարոն Ղազարյանը, իրավունք ունեն ընդհանրապես այդպես բանավոր ասել, որ սա մեր 4-րդ հանրապետությունն է։ Իհարկե ոչ, նախ հանրապետությունը դա հավաբուն չի, որ ստեղծես, սարքես, ասես էսի իմ հավաբունն է։ 4-րդ հանրապետության համար իմ որպես իրավաբան իմ կարծիքով նոր սահմանադրություն ընդունվի, որտեղ հիմնարար կարգավորումները այլ լինեն եւ որ ասենք, որ այս է մեր 4-րդ հանրապետության առանձնահատկությունը 3-րդից։ Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է։ Իբր 3-րդ հանրապետությունը հորով մորով արին, մի հատ 4-րդ են ստեղծում։ Դու այդտեղա Նիկոլ, դու ով ես, որ հանրապետություն ստեղծես։ Դա դու քեզ նայել ես հայլու մեջ։ Ես զարմանում եմ, որ դու առավոտները հայլի ես նայում, ոնց ուշագնաց չես ալնում։
դուր հանրապետություն ստեղծելն ուր դու սա պետական ապարատը վերածել ես ներողություն եմ խնդրում այդ արտահայտությանս համար բարդակի օրենսդիր իշխանությունը չի գործում որովհետև որ նայում ես այդ մանդատակիրներին հատկապես իրանց ֆրակցիայի ոչ մեկ օրինագիծ չի ներկայացնում ճիշտ է գործադիր իշխանությունը լրիվ խաթարել է իր առաջ դրած գերնպատակները այսինքն սոցիալական պետություն է Հայաստանը սահմանադրության առաջին հոդվածի համաձայն ժողովրդավարական պետություն է ինքնիշխան եւ իրավական պետություն է որ բաղադրիչն է այսօր կենսագործված ինքնիշխան Նիկոլ Փաշինյանն ասեց օգոստոսի 8-ից հետո ավելի ինքնիշխան ասելով ինքը ավելի շուտ հասկանում է որ իր ինքնիշխանությունը ոչ մեկին չի փոխանցի հա այսինքն ինքն է իշխանում ինքը բառի այդ իմաստով է հասկացած որ ասել են ինքնիշխանություն քանի որ ինքը տգետ է որևէ մասնագիտություն չետ առնչություն չունի ինքը մտածում է որ ինքնիշխանությունը այն է որ ինքն է իշխանությունը եւ դա ուրիշ ոչ մեկին չպիտի հանձնի տենց է պատկերացնում ինքը պսակվել է աթոռի հետ վարչապետի աթոռի հետ պսակվել են դե ինքը քանի որ ամուսնացած չի այո ազապ է կարար ազապ հա աթոռի հետ պսակվել է այո կանեք ում այդ որ պիտի պսակվի հիմա անցնենք դրա ցնդաբանություններին Նիկոլ Փաշինի ես զարմանում եմ այս մարդը որ մի բան է հելում ասի չի մտածում լավ ինձ լսողների մեջ կան նաև խելացի մարդիկ ովքեր կարող են գնահատել իմ ասածը այսօրվա սահմանադրությունն այնքան ատելի է ժողովրդի համար որքան կայսրությունների կողմից պարտադրված է ասենք էսի ինչ է նշանակում էլ ով կարա մեկնաբանի նախ կայսրությունների կողմից որևէ մեկին սահմանադրություն չի պարտադրվում կայսրությունն է երբ որ կայսրությունը իր օրենքներով է կարգավորվում դու դրա ընդհանրապես հպատակ ես իսկ կայսրության ժամանակ դու առանձին սահմանադրություն չես կարող ունենալ երկրորդը այդ ում հետախոս է ով է չափ է ով է իր վերաբերվում կամ ինչն է խանգարում որ ասում է ժողովուրդն է ատում այդ դու ոնց ես որոշել Այդ եմ ասում էլի հա այսինքն դա առնվազն պետք է հանրաքվե լինի որովհետև եթե սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն իշխանությունը պատկանում է ժողովրդին դա մենակ այն չի որ ընտրվեց քաշվավ գրախ կոպիտ ասած ժողովուրդը պետք է կարողանա վերահսկել իր կատարած ընտրությունը որտեղից է երևում որ ժողովրդի կամքով չի հիշում եք Նիկոլ Փաշինյանը իրենց 7-րդ համագումարի ժամանակ խոսեց սնուցող մայրերի մասին որ խոհանոցից այսպես խալաթներով եկել էին եւ իրենից պահանջում են երևի այդ սնուցող մայրերն են խնդրել որ սահմանադրությունը բայց դրանից ոչ մեկի նկարություն չեն տվել այսինքն մատել տնենք նշանակում ենք այդ իր ասած սնուցող մայրերի հետ հանդիպել է չէ այո իր բոլոր հանդիպումները լուսաբանվում են հատուկ բան կա իդեպ մեր անկախության տոնի առիթով իր լուսանկարիչը եւ օպերատորը պետական պարգևով պարգևատրվել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչն ու օպերատորը հիմա բան մի հատ այդ հանդիպումը որ կայացել է բան մի հատ չեն նկարում տենանք ասենք այդ ինչ կնիկների հետ է հանդիպե ում մայրերն են դրանք ասենք են Վահագ Ալեքսանյանի մայրը դրանց մեջ կա թե չէ Չալիկով են կնիկով պայմանավորվել են կենթանաբանությամբ չզբաղվել Չէ, դե բայց ինչի՞ հիմա մարդկա կենթանի ասիրը։ Հիմա իրանց գազմունքներն էլ է պետք արգել։ Հիմա այն կնիկը հիշում եք այն սրբազան պայքարին մասնակի որ գնաց եկավ իմացավ ովքեր են գնաց Չալիկը վերցրեց։ Չէ, չգնացին Աբաջանի շինծու պապի գերեցել։ Հələ մատ իմանանք ասենք այդ ում հետ է հանդիպե, ինչ են խոսե, այդ հանդիպումները պետք է տեսագրված, լուսանկարահանված, սղագրված լինի, հրապարակվի, չէ՞։ Բայց այդպես հանդիպում չի եղել։ Վերացական այդպես հիմար խոսում է ու մարդկանց ծաղրում է ինք իր այդ ձևով։ Հա, հիմա հիմար խոսալու շարքից։ Պարոն Պետրոսյան, լավ, այս մասը կարդացեք, ես հարցեր ունեմ։ Որ ես եմ, խնդրում եմ մի հատ պարոն Ղազարյան, մեկնաբանեք, էլի, եւ մեր հերոստադիտողները, մեր հետևորդները։ Տնեք ինչ է էսի ուզում ասել է։ Որ ես եմ ՀՀ պատերազմի մեջ ներքաշել 2018 թվականին 18 տարեկան զինվորը ինչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։ Այսինքն ինքը իրան հրճակել էր գերագույն հրամանատար։ Այո։ Մեկ սխալմամբ ասում են գերագույն գլխավոր հրամանատար, սահմանադրության համաձայն
կոչվում է գերագույն հրամանատար։ Այո։ Հիմա դու գերագույն հրամանատար ես եղել, այդ տղան Նիկոլ։ Դու բախես հանդուրժ է, որ քո երկրի քաղաքացին Տղան։ Իրա։ հա Իրա տղան։ գնա թշնամու բանակը ծառայի։ Սրա բացատրությունը ո՞նց է տալի այդ տղա։ Բայերատո ջոկատը։ Это ма, Էրատո ջոկատից բաց, Էրատո ջոկատը ստեղծվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այո։ Հիշեցնենք էլի մեր հեռուստադիտողներին։ 2020 թվականի սեպտեմբերի վերջին, ներողություն, օգոստոսի վերջ։ Վարչապետի տիկին Աննա Փաշինյանը։ Տիկին չի, զուգընկերուհի։ Նո, իր հետ ապրող կին էլի տենց։ Չէ, ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանում ճանաչվում է բացառապես քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, չէ, եկեղեցի չէ, դե գրած է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում արձանագրված ամուսնություն։ Հիմա իրանք էլ ինքնախոստովանական հայտարարություն են արել։ Որ երկուսն էլ չեն հավանել իրար այն աստիճան, որ ամուսնացած լինեն, այնքան որ յոլա են գնացել։ Բայց դե ուրիշ խնդիր կա, պարոն Ղազարյան։ Տեսեք, եթե մարդը իրավաբանորեն այդ տվյալ անձը քո կինը չի։ Այո։ Դու նրան որպես ինչ ես պետական բյուջեի հաշվին բան ապահովում իր շրջագայությունները, իր շռայլությունները։ Դա լրիվ ապօրինա, բա պետական անվտանգությունը։ Սա այո։ Ծառայողական մեքենա։ Բան, քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն սա անհիմն հարստացում է կոչվում։ Այո։ Որ դու ոչինչ դու չունենալով այդ կարգավիճակը օգտվում ես այդ կարգավիճակը ունեցողներին հավասար իրավունքներից եւ հնարավորություններից։ Հիմա այդ կրթության է տվել։ Բա, ուղարկել է սովորելու։ Հիմա ինչ էի ասում, որ նա անհասկանալի կանանց հետ, պարզ չէ ովքեր են այդ կանայք, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցել է վարժական հավաքներ։ Այսինքն դա պարտադիր չի, տեսբան նախատեսված չի։ Նկարներ էին հրապարակել, որ Աննա Հակոբյանը ինչ-որ կանանց հետ, ընդ որում ՊԲ-ում, ոչ թե Հայաստանի մյուս զորամասերում զինված ուժերի, այլ հենց Արցախի պաշտպանության բանակում։ Այդ մասին հաղորդագրություններ տարածվել է 2020 թվականի սեպտեմբերին, պատերազմից ընդամենը 25 օր առաջ։ Հիմա հարց, որ ինքը ասում է, դե զինվորականը ինչ գործ ուներ, ինքնիշխան տարածք, ինքը համարում է այն տարածքի մնացորդները, որ հիմա մնացել է, չէ՞։ Ոչ մի զինվոր էլ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս չի եղել։ Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության անվտանգության մի մասը եւ մեր զինվորները իրենց հայրենիքը պաշտպանելուց նաեւ ծառայություն իրականացրել Արցախի պաշտպանության բանակում։ Այդ թվում իր որդին, ընդ որում իր որդին դա արել է իր վարչապետ եղած ժամանակ, այսինքն ինքը եթե լիներ հայկական ժամանակի լրագրող տղեն բանակում ծառայել էր, կասեր դե էս ինչ իմ համար լրագրող է, երեխուն վերց է տարել են, առանց ինձ ասել, առանց բան քշե տալ են Ղարաբաղ։ Իսկ իր տղան գնացել է իր վարչապետ եղած ժամանակ, նույն զորակոչին զորակոչվել է նաև իր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին, նույն զորակոչին են իրանք երկուսով գնացել, երկուսն էլ կամավոր գրել են, որ իրանք ցանկանում են, որպեսզի իրանք ծառայությունը անցկացնեն Արցախի պաշտպանության բանակում։ Մեր զինված ուժերում կա վիճակահանություն։ Զինվորները որ գնում են, մի մասը մասնակցում է վիճակահանության, ընտրվում է թե իրանք որ զորամասում դի ծառայեն, մի մասը դիմում է գրում, ասում է ես խնդրում եմ կամավոր, որպեսզի իր ծառայությունը լինի Արցախի պաշտպանության բանակում։ Աշոտ Փաշինյանը ոչ միայն կամավոր է գնացել, այլ իր գնալու մտադրության մասին հայտնել է սբորնի պունկտ գնալուց առաջ։ Ինտերվյու է տվել, դրսում, ես տեսել եմ YouTube-ում կա։ Հայրենասիրական պաթոսով պատմում է, որ ինքը հեսա իրան որ տանեն բանակ, ինքը որոշել է, որ կամավոր պիտի գնա Արցախի պաշտպանության բանակում ծառայի։ Պարոն Ղազարյան, ներողություն։ Հիմա հարց, եթե դու համարում ես, որ դա ինքնիշխան տարածքից դուրս է, բա դու հենց դու ինքդ անձամբ, քանի անգամ ինքը զինվորական համազգեստով գնացել Արցախ, առաջնագիծ, կնիկը, տղան։ Եթե այդ դրանց ընտանիքից մենակ զոնքան չի գնացել պաշտպանության բանակ։ Հա։ Եթե այդպես է, ստեղ արկա է քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության հանցակազմը։ Այսինքն եթե դու Արցախը դիտում ես որպես Ադրբեջանի տարածք, այո,
Դու գնացել ես մեր տղեկին տանում ես ընդ որ ինչ եմ։ Թշնամու կողմն ես անցնում։ Այո, միանշանակ։ 10-ից 15 տարի ազատազրկում։ 44 օրյա Չէ, պատերազմը 15-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։ Այո։ 418 հոդվածը։ 44 Դա օրյա ասացի պատերազմը ուսումնասիրող հանձնաժողով էր ստեղծվել, հիշում եք։ Մուշը։ Ահա։ Անդրանիկ Քոչարյանն էլ հենց նախագահն էր, ղեկավարն էր։ Այդպես չեն ասում են ներեգություն արտահայտությանս Անդրանիկ Քոչարյանը։ Հա։ Տենց են ասում։ Հիմա զեկույցը Մարդիկ են ասում։ Հիմա զեկույցը պատրաստ է, բայց Ալեն Սիմոնյանը դեմ է, որ այն ազգային ժողովում ներկայացվի։ Ես հարցս ուզում եմ ձեզ հղել, պարոն Պետրոսյան, ինչպես է այդպես ստացվում։ Իրավունք ունի Ալեն Սիմոնյանը հանրությունից թաքցնել այն ինչ տեղի ունեցել։ Ոչ, չունի ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք կա 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքն է, որտեղ նման իրավակարգավորում նախատեսված չի։ Զեկույցը բոլոր դեպքերում պետք է հայտնվի, հնչեցվի։ Եթե առարկություններ ունեն, թող ասեն, բայց արգելել զեկույցը հրապարակել նման իրավակարգավորում իմ նշած օրենքում արկա չէ։ Իսկ եթե արգելում են, դա ինչի մասին կարող է վկայել։ Դեմ են։ Գուցե ինչ որ բան են ուզում թաքցնել, ինչ որ հանգամանքներ կան, որոնց պարզվելու դեպքում իրանց իշխանությունը խայտարակ կլինի, դրա համար չեն ուզում հրապարակվի։ Հակառակ դեպքում ուրիշ վարկած ես ողջամտորեն ուրիշ վարկած չեմ տեսնում։ Այստեղ ես ավելացնեմ, եթե թույլ տաք, պարոն Պետրոսյան։ Այստեղ երկու իրավախախտում կա։ Մի իրավախախտումն է, պարոն Պետրոսյանը խոսեց Ալեն Սիմոնյանի իրավախախտման մասին, բայց այստեղ մի հատ ուրիշ իրավախախտում էլ արել է ներեգություն արտահայտությանս Անդրանիկ Քոչարյանը, որովհետև այդ հանձնաժողովը, որ ազգային ժողովում ստեղծում է, քննիչ հանձնաժողով, դա ունի ժամկետ։ Եվ ինքը պարտավոր է հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելիս, որ 6 ամսվա ընթացքում հանձնաժողովը ավարտի իր աշխատանքը եւ զեկույցը ներկայացնի քննարկման։ Բացառիկ դեպքերում, եթե ծավալը մեծ է, անհրաժեշտ եւս 6 ամսով կարա երկարացվի։ Հիմա Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը խախտել է այդ գործի քննության հետ կապված բոլոր ժամկետները եւ զեկույցը ներկայացրել է խախտումներով։ Ալեն Սիմոնյանը դրան է հղում անում, որ չի դնում քննարկման։ Այո, ժամկետները Իդեպ ասեմ, որ այս ներեգություն արտահայտությանս Անդրանիկ Քոչարյանը ինքը նույն կերպ վարվել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար, որովհետև ընդեղ էլ էր ստեղծվել հանձնաժողով։ Էլի ինքն էր ղեկավարում այդ հանձնաժողովը։ Դրա զեկույցը նույնպես էլի բոլոր ժամկետները խախտելով, այտենց էլ չի ներկայացվել։ Իդեպ այդ երկու հանձնաժողովների մեջ կա նաև բովանդակային տարբերություն, որպես կանոն ազգային ժողովում, երբ որ քննիչ հանձնաժողով են ստեղծում, դա պետք է ալի ընդդիմության կողմից, որպեսզի իշխանության գործունեության գնահատակ։ Օրինակ, երբ որ նոր իրանք իշխանության են եկել ապրիլյան պատերազմ էին ուսումնասիրում, կարելի էր մտածել, որ դա տրամաբանություն կա, չէ՞, այսինքն այլ տեսանկյունից էս նայում։ 44 Բայց ինչի՞ չներկայացրեցին ապրիլյանի զեկույցը, որովհետև դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը, նույն այդ ներեգություն արտահայտությանն, նույն մնացածները ապուշություններ էին դուրս տվել, որ իբր Խաչատուրովը բիլիարդ է խաղացել, մարտական գործողություններից տեղյակ չի եղել, որ մեր զինվորները լապատկայով են կռվել, որ սալյարկայի փոխարեն ջուր է լցրած եղել, այդպես հիմարություններ էին դուրս տվել, փորձել էին դա բերեն որպես զեկույց ներկայացնել, ուսումնասիրել էին, տեսել են, որ այդպես բաներ ոչ մեկն չի եղել, նորմալ պաշտպանություն է կազմակերպել, դրա համար զեկույց չներկայացրին։ Այս մեկը բերին ցուցադրական կներես Պետրոսյան ջան, Նիկոլ Փաշինյան, բոլորի զեկույցները, հանդիպումները հանձնաժողովում գաղտնի է փակ, բացի Նիկոլ Փաշինյանից ու Դավիթ Տոնոյանից։ Բերին ցուցադրական իրան շոուն կազմակերպեցին, ելույթ ունեցան, ի վերջո զեկույցը չներկայացրեցին։ Ոչ, ես սրան մեծ բան չեմ տեսնում, որովհետև միևնույնն է, սրա իրավական գնահատականը տալու է նախաքննությունը։ Դրա համար թե հիմա ինչ Ախր Անդրանիկ Քոչարյանը ինչ գործ ունի ազգային ժողովում։ Ես ու դու էլ եթանք ասենք կրկեսում վագար վարժացնենք։ Կլինի։ չի լի։ Բա հարգելիներս շուտով Էջմիածնում Ոչ է կարանք դեղատանն աշխատել։ Ես կդիմանամ եւ կփորձեմ չծիծաղել։ Շուտով Էջմիածնում ավականու ընտրություններ են սպասվում։ Պարոն Պետրոսյան, մի անգամ չէ որ դուք մեր եթերից խոսել եք այս թեմայի մասին, դուք նշեցիք, որ աջակցում եք Հայրենիք կուսակցության թեկնածուին Խաչիկ Մանուկյանին, շատ հարգված անձնավորություն, եւս մեկ անգամ անդրադառնալով այդ թեմային, ինչպես եք իր շանսերը գնահատում եւ առհասարակ ինչ
տեղի կունենա այս անգամ, եթե նա կարողանա որպես համայնքապետ այնտեղ ներկայանալ։ Ես շանսերը բարձր եմ գնահատում։ Մի բան ասեմ, ես միշտ իմ սովորության համաձայն ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ասենք Արտուր Վանդեցյանը կարող էր մի հատ մեծահարուստի առաջարկել այդ կարգավիճակը քաղաքապետի ու ձեռները ծալած նստեր, հետևեր իրադարձություններին։ Բայց այսօր Խաչիկ Մանուկյանը նա գրականագետ, բանաստեղծ։ Հիմա այն մյուս մասը չեմ ուզում ասել, որ չասեն շահարկումը, բայց պետք է ասեմ։ Հերոսի հայրը, զոհված ազատամարտիկի հայրը։ Բայց բացի այդ ասեմ, ինքը ունի շատ բարձր ինտելեկտ։ Դրա համար իրան ենք մենք ընտրել այդ կարգավիճակը հավակնողների ցանկում։ Ու ես շանսերը շատ բարձր եմ գնահատում, որովհետև օբյեկտիվորեն ասեմ, մեկ ուրիշ տեխնացու չկա, որ կարողանա Խաչիկ Մանուկյանի հետ հավասար մրցակցություն ապահովել իր գործնական որակների հարցում։ Շատ լավ, եւ պարոն Ղազարյան նաև Ես էլ կուզեմ պարոն Մանուկյանի հասցեին նախ որևէ մեկը չի կարող որևէ այլ բան ասել, քան միայն դրական, դրվատանքի, հարգանքի, խոնարհումի խոսքեր, իսկապես նա մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկն է, փայլուն բանաստեղծ, իր ստեղծագործությունները իրենց բովանդակությամբ, իրենց հուզականությամբ շատ արժեքավոր են որպես գրականության ստեղծագործություններ։ Բացի դրանից Խաչիկ Մանուկյանը այն հայրենիքի հայրերից է, ինչպես կբնութագրի մեր սիրելի Սրբազանը, որի որդին նախ որպես կամավոր է մեկնել ռազմաճակատ, այսինքն նաև իր հայրենածնողներից ստացված հայրենասիրական ոգին է նրան տարել պատերազմ եւ նա նաև այդ պատերազմի հետևանքները եւ իր որդու կորստի իրական գիտակցումը ունեցող նվիրալ հասարակական գործիչ է, այսինքն նա այն գործիչներից է, որը անզիջում այս ամբողջ շրջանում պայքարել է Նիկոլ Փաշինյանի այս անարդարության, պատերազմի այս հետևանքների վերացման եւ իր որդու եւ իր բախտակից ծնողների արժանապատվությունը վերականգնելու համար եւ ես կարծում եմ, որ նրա նաեւ ազնվությունը, նրա բոլոր հատկանիշները միայն դրական խոսքերի են արժանի։ Պարոն Ղազարյան, ես չեմ թաքցնում, ինքս եմ անձամբ խնդրել Խաչիկ Մանուկյանին, որ ինքը համաձայնություն տա այդ խաղի մեջ մտնելու։ Այսինքն դա իր համար ես կարծում եմ, որ իրան ինքը սկզբից ասում էր ինձ պետք չի, բայց ես խնդրել եմ, ասել եմ, քո նման մարդը, որ ծագումով Էշմիածնից հայրենասեր մարդու հայր, դա ով գա ընդ է։ Իմիջիայլոց մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ Էշմիածնի համայնքի ՔՊ-ի տեխնացուն ավականու այդ համայնքի ղեկավարի իրանց նախկին մարզպետն է Մեխակյան չեմ անում ինչ։ Ուրեմն իր հայրը Մեխակյանի Արցախյան առաջի պատերազմի մասնակից է ու զոհվել է այդ պատերազմում ու Մեխակավան բնակավայր անվանակոչվել է իր հոր անունով։ Պատկերացնեք, ասենք ինչ երևելի հոր դավաճան զավակ պիտի լինի, որը տես մարդու զավակ լնես ու գաս այսօր լնես ՔՊ։ Արցախը թշնամուն հանձնող խմբավորման փոքրիկ խմբակի ան ու հետաքրքիր է, չէ՞, որ հիմա պայքարը հայրենանվեր հոր դավաճան զավակի եւ հայրենիքին զավակ տված հայրենասեր հոր պայքարը։ Ղազարյան ջան, մի բան էլ ասեմ, հետո քարոզարշավի ժամանակ կասեմ ավելի շատ։ Ոնց կարելի է, որ Էշմիածնեցին ես նկատի չունեմ միայն Էշմիածին քաղաքի, համայնքը խոշորացված, այո։ Ոնց կարող է հոգևոր մայրաքաղաքի բնակիչը ձայն տա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ սկսած, ընդ որում ոչ արդարացի, արշավ սկսած, թշնամական ուժին, ոնց կարա տես բան լինի։ Չգիտեմ, ես հիմա քարոզարշավ չի, չնայած ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի համաձայն
արգելված չի հիմա նաև քարոզություն անելը, բայց սա քարոզություն չի, սա կարծիք է։ Մենք մեր ընկերոջ մասին ենք խոսում։ Այո, չէ, պարոն Ղազարյան ջան, ոնց կարելի է նորից եմ ես չեմ հավատում մի էշմիածնեցու, եթե ազնիվ մարդ է ինքը, եթե իսկապես եկեղեցապաշտ մարդ է, նա գնա ձայն տա այն քաղաքական ուժին, որը ողերին պատերազմ հայտարարել առաքելական եկեղեցու դեմ։ Եվ այդ որ ասում են վեհարանից լարեն կաթողիկոսին, չգիտեմ։ Գիտեք ինչ։ Ստե պայքարը ես կաթողիկոսին անձամբ անկեղծ եմ ասում, չեմ ճանաչում։ Ստեղ պայքարը իրա դեմ չի։ Դեմս իրա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմը։ Քանի որ այդ թեման բացվեց, դատարանը որոշեց, որ Միքայել Սրբազանը պետք է պատիժ կրի, մեղավոր ճանաչեց եւ դատախազը առաջարկեց 2 տարի 6 ամիս, եթե չեմ սխալվում, այդքան սահմանել պատիժը։ Խոսում ենք Սրբազանի մասին, Հայաստանի Հանրապետությունում դատում են Սրբազանի, կրկին շեշտում եմ կարծիք հայտնելու համար, որովհետև ինչ որ ասել է Սրբազանը, ամեն երրորդ քաղաքացին կարող է այդ նույնը ասել։ Բացի այդ, մատ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին։ Այն ինչի համար որ Սրբազանին հիմա մեղավոր են ճանաչել, այդ տեքստը Միքայել Սրբազան ասել է 2023 թվականին, հիմա 25 թվականը վերջանում է։ 24 թվականին Դանիել Իոնիսյանը գլխավոր դատախազություն հաղորդում է տվել, ասել է Միքայել Սրբազանը որ սեփական մորնկատման բռնաբարության փորձ արել, դանակարել, քրոշնել էլեկտրաշոկ։ Հա։ Բանը դրոն թռցնողը 24 թվականին սա դատախազություն հաղորդում է տվել, ասում է Միքայել Սրբազանի 23 թվականի հայտարարությունը ընդունեք որպես սպառնալիք, չգիտեմ ինչ գործ հարուցեք։ Վաղեմության ժամկետ եւ այլն չկա։ Բացի վաղեմությունը, դատախազությունը նամակ է գրել, ասում է մենք ուսումնասիրել ենք ձեր դիմումը Միքայել Սրբազանի ելույթը։ Իրա ելույթի մեջ հանցակազմ չկա եւ վարույթ հարուցելու հիմքեր չկան։ Այդ նույն ելույթի համար 2025 թվին այն պահին, երբ որ Ալաշուքյուր Բաշազադեն 2025 թվականի մայիսի 22-ին հայտարարում է, որ ստեղծում են Երևանի եւ Էշմիածնի Ղազիատ, այսինքն իրանց թեմը, որին արձագանքում է մեր եկեղեցին, իշխանությունները չեն արձագանքում։ Հետո կաթողիկոսը ելույթ է ունենում Շվեյցարիայում, հետո դրանից հետո Սամվել Կարապետյանը աջակցում այդ արշավի շրջանակներում 23 թվականի ելույթի համար գնում են եկեղեցու Սրբազան հորը, թեմի առաջնորդին, արքեպիսկոպոսին, բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ ձերբակալում ու հիմա տանում բանտարկում ու հիմա էլ արդեն սպառնում է երկարամյա ազատազրկ։ Ակնհայտ է, ես վստահ եմ, ոնց որ կանխատեսելի էր, որ նրան մեղավոր կճանաչեն, նույն ձևով էլ կանխատեսելի է դատանի որոշում։ Ես վստահ եմ։ Կարծիքը պարոն Պետրոսյան, կանխատեսելի չէ, դա գլխանց որոշված է։ Այդ իմաստով եմ ասում, էլի։ Եվ այսօր մենք ապրում ենք ուղղակի ապօրինի կառավարվող երկրում, երբ իրական հանցագործները ազատության մեջ վխտում են, վայելում են կյանքը, բայց կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը 42 հոդվածն է սահմանադրության։ Կարծիք արտահայտելու իրավունքը իրականացնելու համար այսօր բանտարկվում են։ Մինչդեռ իրական ծանր հանցագործները, նորից եմ կրկնում, վխտում են ազատության մեջ։ Իշխանության մեջ, ոչ թե ազատության մեջ, բնական է, իշխանության մեջ են, որ ազատության մեջ են։ Էս է իրականությունը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում հələ մի վարքյան, էլի, մի հատ այդ որ տենց ասում եք, այդ Նիկոլ։ Սրան օրինակ ես մի հատ բան եմ ձոնել, չոշո։ Այսինքն չարությամբ ողողված շարլատան ողակալ։ Ինչ եղավ։ Չոշո։ Այդ առանց բացելու էլ է սազում։ Շատ ենք սպասում ձեր հապավումներին, պարոն Պետրոսյան, իսկապես սպասում ենք։ Որ բանը պարզաբանումը չեր բացատրում, այդ հապավումն էլ արդեն։ Մի հատ էլ հապավում կա։ Հələ դա։ Չուլկի Նիկոլա։ Այսինքն չար ուժերի լալկան կամակատար Իլհամապաշտը։ Եմեկ նավերի լավն էր։ Դե հիմա լավը որն է, թող ժողովուրդը գնա։ Ես որպես հիմա ինչա կատարվում, պարոն Ղազարյան։ Ուրեմն սրա թիմում
ընդհանրապես մասնագիտական մոտեցում չկա։ Ասենք մի հատ թեմա է առաջ քաշում ինքը, մի հատ ապուշություն է դուրս տալի, բոլորը անկախ նրանից ինքը ինչ ոլորտում են աշխատում, ինչի համար են պատասխանատու, լեցվում են Չուլկի Նիկոլի կամ Չոշո Նիկոլի գաղափարը հիմնավորելու խնդրին։ Հիմա այն էկոնոմիկայի նախարար Այդ դրան է ուզում ասել, առաջինը է դա անում, դա էլ ֆիկտիվն է, բայց դա հապավում չի։ 20 տարի առաջ օրը մեկ քաղաքական սպանություններ լինում։ Ներողություն, պարոն Պետրոսյան, ես հենց դրա մասին էի ուզում ասել, Վալոդիա Գրիգորյանի սպանության վերաբերյալ, որին հաջորդեց մի քանի այսպես սպանություններ տարբեր քաղաքներում, մեկը ամեն օր արթնանում էինք, վախով թե հիմա ինչ ենք լսելու, եւ բավական երկար տևեց, չգիտեմ նախաքննություն են ասում, թե ինչ, ի վերջո մեկը հայտնվեց ու մեղադրեցին, հետո 20-ամյա երիտասարդը եկավ, ասեց ես եմ սպանել եւ այլ, սա քաղաքական նյուանսներ ունեցած։ Տեսեք, հարգելիս։ Հələ դեռ ձերբակալված անց չկար։ Այո։ Ալի Սեմինը կամ որ նույնն է Ալեն Սիմոնյանը։ Ազանովիկ ստե չարխային ասա, կարաս Նիկոլ Փաշինին ասես։ Ասեցի արդեն Նիկոլ Փաշին, հա։ Ուրեմն Ղազարյան ջան, տեսեք, ինքը դեռ հələ ոչ մի նախաքննական գործողություն չի կատարվել։ Ինքը ասում է ստեղ իշխանության մատը խառը չի, Ալի Սեմինն է ասում։ Նիկոլ Փաշինյանը եւս գրառում էր կատարել։ Գրառումը չէ, բա Ստրասբուրգում ճեպազրույց լրագրողներին, դրանից հետո երեք քննչական կոմիտեի ղեկավարը անմիջապես Փաշինյանի ճեպազրույցից հետո գնաց հանրային հեռուստաընկերություն Պետրոս Ղազարյանին հյուր եւ բացառեց քաղաքական շարժառիթներն ու հանգամանքները այդ սպանությունը։ Հիմա Դուք տեսնում եք քաղաքական շարժառիթներ, պարոն Պետրոսյան։ Այո, միանշանակ, ես ճիշտն եմ ասում։ Դու ինչ գործ ունես նախ ընդհանրապես ազգային ժողովի նախագահ ինչ գործ ունի միջամտի նախաքննությանը։ Չէ՞ որ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա Ալի Սեմին, այդտեղա, լսի ազգային ժողովի նախագահ ես ոչ բարով։ Կարաս բանտնշես Հայաստանում գործող մեկ նորմատիվ իրավական ակտ, որը քեզ թույլ է տալիս միջամտել նախաքննությանը։ Իրավաբան էի դեպ։ Սա այնի իրավաբան։ Ես էլ կոշկակար եմ։ Բայց իրականում սովորել Հա, դե դաս եմ տվել, այս ձեռս էլի եմ ասում, կոդրվեր գնահատական չդնեի։ Հա, հիմա խնդիրը ինչու՞մն է, պարոն Ղազարյան։ Իմ կարծիքով ես այսպես եմ գնահատում իրավիճակը, որ եթե հələ դեռ որևէ նախաքննական գործողություն չի իրականացվել, Լուսինե ջան, եւ ազգային ժողովի նախագահ հելում հայտարարում է, որ ստե քաղաքական ենթատեքստ չկա, ինքը ուղղորդում է նախաքննությունը։ Ու ես վստահաբար չեմ կարող պնդել, որ բանսարկություն չստացվի, բայց ես կասկածում եմ, այդ ովքեր որ խոստովանել են այդ սպանությունները, իրականում իրանք են, թե ովքեր են։ Կասկածում եմ, որպես փաստ չեմ ասում։ Հələ Ալեն ինչին? Ալի Սեմին։ Սեմին։ Հա։ Այդ դրանից բացի նաև Արմավիրի մարզպետը, որը մի քանի օր առաջ է նշանակվել, մի հատ համայնքի ղեկավար էր ինքն էր, բայց քանի որ ինքը ԿՊ-ական էր, իրեն ոչ մեկ չի սպանել, հակառակը իրան նշանակել են մարզպետ։ Ասում է, բացառվում է, որ դա քաղաքական։ Այսինքն դատավճիռ է կայացնում։ Բայց ուզում եմ հասկանամ, էլի։ Այսինքն ես էլ եմ մարզպետ։ Արդարացման դատավճիռ։ Ես տեղյակ չեմ եղել, եւ պիտի տեղյակ չլինեի, ոնց որ Պետրոսյանն արդարացել է ներկայացնում, դա իմ իրավասություններից դուրս է։ Մեր մարզի տարածքում իհարկե այտենց հանցագործությունների տիպի բարեբախտաբար չեն եղել, բայց թեկուզ ասեք մի հատ ուրիշ հանցագործություն լի։ Ես ինչ գործ ունեմ իմանամ, ինչ է եղել, ինչ չի։ Այդ հարցերին պատասխան տվողը քննիչն է, եթե քննչական խումբը, խմբի ղեկավարն է, հսկողություն իրականացնող դատախազը, եւ վերջում դատարանը որ պիտի բազմակողմանիությունը ապահովի, այն մյուս կողմինը լսի, վերջնական որոշում կա։ Եթե այդ ամեն ինչը չկա, դու մարզպետ, դեպքից ընդամենը 2 օր հետո, դու ինչ գիտես ինչ ա եղել, ինչ չի եղել։ Չէ, թող կանչեն հարցաքննության։ Հիմա նայեք, ներողություն Ղազարյան ջան։ Այդ
Պապոյանը ինչ է։ Ֆիկտիվ։ Բանի էկոնոմիկայի նախարար։ Ֆիկտիվ հանրապետական։ 20 տարի առաջ օրը 1 քաղաքական սպանություն էր լինում։ Խելեմ Մատեսորյան հարցն ասեն այսօրվանից 20 տարի առաջ եղել է 2005 թվականի սեպտեմբերի 30-ը։ 2005 թվականի սեպտեմբերի 30-ին ում են սպանել։ Չէ, ինքը չի կարա պատասխանի այդ հարցին։ Կամ էկոնոմիկայի նախարարը մեր երկրի էկոնոմիկայի հարցերը թողած ինչ գործ ունի սպանությունների բացահայտման գործընթացի հետ։ Սրանք ցավոտանում, սրանք ոչ մեկ խաբար չի ինքը ինչով է զբաղված։ Կարևորը իրանք ի կատար են ածում Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանի կամքը։ Վերջ, ասեց մի բան։ Գնաց կապ չունի ով ինչ մասնագիտություն ունի, ինչ չունի, բոլորը լցվում են այդ արտահայտությունը հիմնավորելու գործին։ Լուսինե ջան, հիմա գանգրահեր մի բան ավել ասում։ Բազարյան ջան, ներողություն։ Ահա, չէ։ Այն գանգրահեր երիտասարդը որ կա Հովիկ Աղազարը։ Դու հա։ Հələ սրա ասեմ պատկերացումը, հա, մենք շատ մոտիկ ենք իրար։ Տեսանք, իմացանք, հա։ Վերջերս Ինչ տեղի ունեցավ վերջը պարոն Պետրոսյան։ Լուսինե ջան, ինքը իմ միջադեպի կանգնա ասել էր իբր ես դասախոս եմ նշանակվել իմ հորողբոր շնորհիվ։ Ես էլ իրան հարց տվեցի, ասի դու դիսերտացիա ես իբր պաշտպանել։ Ասի դու քո դիսերտացիա պաշտպանելուց հետո մի հոդված հրատարակել ես։ Գիտեմ մասնագիտությամբ չես բաղ, հա, ասես ոչ։ Բաս արա, ես 50 հատ գիտական աշխատանք եմ հրապարակել, 2 դասագրքերի միազնա հեղինակ եմ, այդ ոնց եղավ, որոնց իմ հորեղբոր շնորհիվ։ Հա, ես իմ հորեղբայրը Պետրոսյան Ռաֆիկը հայտնի իրավաբան, նշանակալի ներդրում ունի ընդհանրապես Հայաստանի պետականաշինության գործում, բայց այդպես կանգնել վարկաբեկել մարդուն, ես էլ ասի մի հատ իրան կանչեք տաղավար։ Եկավ ու ես սկզբից ցույց տվեցի իրավաբանական անգրագիտությունը, հետո նաև արդեն ինքը անցավ անցենզուր վարկագծի, պարզապես տարիքը հարգելով։ Բայց ձեր մարզավիճակ տեղում է, ես տեսա որ բան է, բայց հա պետք չէ, չէ։ Մի բան էլ ասեմ, Ղազարեզ, մի մարդ, եթե կանգնի, ասի որ ես, որ հարց են տալի, բանը, ինչի մանդատը վայր չեք դնում, ասում ես վարկ եմ փակում։ Դուք հասկանում եք այս մարդու վերաբերմունքը ազգային ժողովի գործունեության նկատմամբ։ Հա, բայց անկեղծ է ասել։ Անկեղծ շատ բան կարանք ասենք։ Չէ, օրինակ ես գնահատում եմ այդ պատասխանը, պարոն Պետրոսյան, կարևորը անկեղծ է ասել։ Այդ կայա վերադառնանք մեր թեմային։ Չկա, ոչինչ։ Մեր թեմային։ Իհարկե։ Ուրեմն իրադարձություններ ասեմ, մի հատ հետադարձ հաշվարկով գնանք, Փարաքարի հետ կապված։ Ուրեմն սպանված Վալոդիա Գրիգորյանը այս ընտրություններում 25 թվականին հաղթել է ՔՊ-ին։ Այո։ Հաղթել է միանգամից 50%-ից ավել ձայն ստանալով։ 57%։ ՔՊ-ի պատասխանատուն այդ ընտրություններում Նարեկ Մկրտչյանն էր, որը որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներ նշանակվել է հիմա Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան։ Այս սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը, որոնք այդ համայնքի բնակիչներ են, ձերբակալվել է գիշերով գոլդ համարներով ավտոմեքենայի միջից իրեն պատկանող հայտնաբերելով թմրանյութ եւ ապօրինի զենք։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միանգամից հայտարարեց, որ Ռաֆիկն իջամ եւ վինավատ։ Այդ իր հետ կապ չունի, մի հատ տղայի է վերցրել, այդ տղան գցել է մեքենայի մեջ, փախել է։ Պարզվեց, որ ներքին գործերի նախարարը ստում է, որովհետեւ նույն օրը երեկոյան քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Նարեկ Մկրտչյանի եղբորը, ձերբակալել են եւ խափանման միջոց են կիրառել տնային կալանք դատարանով։ Եթե նա Ռաֆիկն էր, որ նիվչամ եւ վինավատ, չէին կարա նրան մեղադրանք։ Եթե մեղադրանք են առաջադրել, ուրեմն կասկածանք եղել է հիմնավոր։ Այսինքն այդ թմրանյութը եւ զենքը ունի իր հետ առնչություն։ Այն մարդը, ով որ իբր թողել է, փախել է, մինչեւ հիմա չի ձերբակալվել։ Գիրի։ Չի ձերբակալվել։ Հարց.
բավուրը այն դեպքում, երբ որ նա ասում է իմ հարևաններ եք, այսինքն ինքնությունը այդ մարդու դիմակավորված չի, պատահական չի, ինքնությունը պարզ է, հետևաբար պարզ է թե որ նա իր սոտովի հեռախոսի համար է, հետևաբար պարզ է թե այդ սոտովի համար է, որ անտենաների տակով անց է, որ ժամին, մինչև հիմա չի ձերբակալվել կամերաների լուսավոր դարում, եկանք դրանից առաջ, Փարաքարի համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքում եղել է սպանություն։ Սպանության ժամանակ այդ սպանության կասկածանքով ձերբակալվել է այսօրվա սպանված համայնքի ղեկավարի եղբայրը, որի մեղքը այև առնչությունը չի ապացուցվել։ Տրամաբանությունը ինչ է հուշում, որ զուգահեռ Գյումրիում էր, չէ՞ ընտրություն Փարաքար եւ Գյումրի։ Գյումրիում ինչ էին անում։ Համայնքի ղեկավարի թեկնածուներին, նրանց աջակիցներին տատիկներին են, տատիկների գործ կա, չէ՞, բորաբաներին, որ կողմնակից ես վստահ գործ էին հարուցում, որպեսզի դրա միջոցով ճնշում գործադրեն թեկնածուների վրա։ Ռուբենին կանչեցին ոստիկանություն, ասին Կարմիր լուսի տակով էս անցե 3 տարի առաջ, Վարդան Ղուկասյանին դե Աստված տվեց չի խնայե, այն Հայաստան դաշինքի թեկնածուի շտաբում խուզարկություններ, Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներ շտաբում խուզարկություններ, եղբոր ձերբակալություն, այդ նույն բանը ուզել են անեն ամենայն հավանականությամբ Փարաքարում, որպեսզի կապեն համայնքի ղեկավարի պոտենցիալ հաղթող թեկնածուի հետ, որ ճնշում գոր, սա կապերա, չէ՞։ Գալիս ենք դրանից առաջ 2021 թվականի հերթական ընտրություն Փարաքար համայնքում։ Սպանված Վալոդիա Գրիգորյանը հաղթում է, ամենաշատ ձայներն է, 50% չի հավաքում, բայց ապրելու երկիրն ննում է առաջի տեղը։ Տրամաբանությունը հուշում է, որ համայնքի ավականուն նիստ պիտի լինի, ավականին իր կազմից ընտրի համայնքի ղեկավար։ Շամպես հասկանալով, որ այդ ավականում մյուս անդամները բացի ԿՊ-ից ընտրելու են Վալոդիա Գրիգորյանի, որտեղ ինքը ամենաշատ ձայնը տրամաբանությունը դա է հուշում, ինքն էլ հեղինակավոր ժողովրդի կողմից սիրված հարգված գործիչ, ԿՊ-ով թույլ չտվեցին, որպեսզի ավականուն նիստ կայանա համայնքի ղեկավար ընտրեն։ Հետո արտահերթ ավականուն նիստ արեցին, որի ավականուն նիստերի դահլիճում նստած էին Վահագն Ալեքսանյան, ազգային ժողովի ԿՊՊ-ը աղքից բացի կարգավիճակը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ, վարչության նախագահն լինի ով, ինչ էր ասում? Չոշոն։ Չոշոյի տեղակալը, գնացել նստել է ընդ է, ում հետ, շիշ բռնողի հետ, մի բան էլ դրա համար մտածի։ Հիմա հարց, ինչ գործ ունեն Շիշ բռնողն ու Վահագ Ալեքսանյանը Փարաքար համայնքի ավականուն նիստում, ոչ համայնքի բնակիչ են, որ ասես որպես բնակիչ մասնակցում են համայնքի ավականուն նիստերին, ոչ այդ համայնքի ընտրող են, ոչ կապ ունեն, ոչ համայնքի տեղը գիտեն, բացի այրոպորտ գնալուց, որ դրա միջով են անցել, ոչ այդ համայնքի հիմնախնդիրներին են ծանոթ, ոչ այդ համայնքի բնակիչների շրջանում հեղինակություն, ծանոթ խնդիրներին համայնքի չես գնացել դե։ Ու այդ գնալու հետևանքը գիտես ի՞նչն է ալնում, որ սպանված Վալոդիա Գրիգորյանը իր ամբողջ խմբակցությունով մանդատները վայր են դնում։ Մանդատները վայր են դնում, սրանք ԿՊ-ով իշխանազավթում են անում համայնքում, այդ իրանց իշխանազավթած համայնքի ղեկավարին էլ հետո իրանք են քրեական գործառույթում են, ելում էր արտահայտ, այդ սաղ պատմություն է, չէ՞։ Հիմա ասում եմ անամ այդ քննչական կոմիտեի նախագահը, որ գնացել էր Պետրոսի մոտ, այդ պատմությունները գիտի թե չգիտի։ Եվ պարոն Պետրոսյան, այս ամեն ինչի հետ կապված, եթե ապրեինք նորմալ երկրում, չպետք է նույն քննչական կոմիտե, արդարադատության նախարար, ներքին գործերի նախարար, հրաժարական չպետք է տային։ Այս դեպքերից հետո, երբ ամեն օր սպանությունների մասին ենք խոսում։ Չէ, ասենք, ես անկեղծ եմ ասում, ես հակված չեմ այն կարծիքին, որ Պատի եթե սպանություն ալում ներքին գործերի նախարար հրաժարական տա։ Բայց ամեն օր, պարոն Պետրոսյան, աղմկարույց, բայց դեպքը համայնքի քաղաքական պաշտոնի։ Բայց ուրիշ բանի համար պետք է հրաժարական տան, որ իրենք մինչև այդ սպանության պահը հետամուտ չեն եղել իրենց գործառույթների իրականացմանը, անփույթ են եղել։ Հիմա ես ոչ թե վիրավորական իմաստով եմ ասում, գյուղացու ձեռքին պետք է լապատկալի, մանգաղալի, զենքը ինչ գործ ունի գյուղացու ձեռքին, որ էթան իրար գնդակար է։ Հələ սրան ես, Ալեն Սիմոնյանը, Սուրմալուի ողբերգություն եղավ,
Այո։ Ինչքան մարդ մահացավ։ Մի հոգու հրաժարական հիշում եք, ասենք արտակարգ իրավիճակների նախարար կար այդ ժամանակ, ոստիկանության պետ կար, ազգային անվտանգության ծառայության տնօրեն կար, որ իրանց պատասխանատվության հարցերն են։ Ազատ գյուղի կացարանի դեպք եղավ։ Մի հատ քաղաքական պաշտոնյայի հրաժարակ, այն միջին օղակի զինվորականների մի գիշերում դրին սաղին ամբողջ բանակային կորպուսի ղեկավար կազմը հանին։ Սուրեն Պապիկյան հրաժարական տվեց, իր տեղակալը հրաժարական տվեց։ Մենք չպետք է բավարարվենք հրաժարականներով։ Պետք է հասնենք մեղավոր անձանց պատասխանատվությանը։ Դե եթե իրենք հրաժարական տան հրաժարականներ չկա, դրանք այն պաշտոնյաներն են, որոնք օրենքով չեն օգտվում անձեռնմխելիությունից, պարտադիր չի որ ասենք ազգային ժողովը համաձայնություն տա, որ իրանց ենթարկեն քրեական պատասխանատվության։ Հիմա նայեք, հաջորդ բանը։ Էլի ինչքան սրա անունը չեմ ուզում տամ, այնքան մտքից գալիս է։ Ալեն Սիմոնյան։ Իդեպ մեզ 1000 հոգի արդեն դիտում են։ Մենք հենց վաղներ կարող ենք գնալ ընտրությունների, ավելի շատ ձայներ ենք հավաքելու, քան 2021-ին։ Անկամ պատրաստ էր գրազգար իր բարերն եմ ասում լրագրողների հետ, որ այդպես է լինելու։ Ճեպազրույցի ժամանակ ասեց։ Հա, Բեզաչոտիկ Մարթանա ինչ գրազի մասին է խոսքը։ Որ ասում է վաղներ գնանք ընտրությունների, ավելի շատ ձեն կա։ Արա, բա որ այդ ավելի շատ ձեները դուք ի վիճակի եք հավաքել։ Ընդ չեք բռնաճնշումներով մոտենում քաղաքական հաջողություններ ունեցող մարդկանց։ Դե հանգիստ նստեք տեղները ու պատրաստվեք ընտրությունների։ Սահմանադրություն են ուզում փոխեն։ Ես մի անգամ էլի ձեր եթերում Արգերի Լուսինի ասել եմ։ Սահմանադրության փոփոխելու բանը իրավական նախադրյալները հենց սահմանադրության նախաբանում նշված են։ Եթե այդ նախադրյալները չեն փոխվում, չկա սահմանադրություն փոփոխելու հիմք։ Բայց Նիկոլ Փաշինը սահմանադրությունը ուզում է փոփոխի, որ կենսագործի Ալիևի ցանկությունը։ Եվ ըստ իր մոտ կստացվի սահմանադրություններ փոխել։ Չի կարա։ Դա սահմանադրության փոփոխություն չի։ Ես ուզում եմ մեր ժողովրդին եւս մեկ անգամ զգուշացնել, ելի եմ ասելու, ելի եմ ասել, սա պետության կործանում է, որովհետեւ սահմանադրության փոփոխություն մեր պետության պատմության մեջ ընդունվելուց հետո եւս երկու անգամ օրինական, մի անգամ անօրինական եղել է։ Օրինական եղել է 2005 թվականին, 2015 թվականին եւ 2020 թվականին այդ իրանք ապօրին արեցին Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորներին պաշտոնից հեռացնելու համար։ Դրանք նորմալ process է, սահմանադրության մեջ կարա լինի փոփոխություն, բացի վերջինից, էլ դա ապօրինություն էր։ Բայց այն ինչ որ հիմա անում են, դա փոփոխություն չի։ Դա նոր սահմանադրության ընդունումը, որը մենակ մի նպատակ ունի՝ անկախության հրաժարվել անկախության հռչակագրից։ Իսկ անկախության հռչակագրից հրաժարվել նշանակում է այս պետությունը վերացնել։ Իսկ եթե այս պետությունը վերանում է, ոչ մի երաշխիք չկա, որ դրանից հետո հայկական պետություն աստեղծ։ Հիմա Արցախի հանրապետությունը կար, չէ՞։ Դա որ Արցախի հանրապետությունը վերացրել են, դրա փոխարեն Արցախի երկրորդ հանրապետություն ստեղծվել է, բա ով ասում որ ստեղծվել է։ Տեսեք։ Ինչի Նիկոլ Փաշինը այդ թրքահապատակ երկոտանին ինչի Ադրբեջանի դեմ նույն պահանջը չի ներկայացնում։ Ադրբեջանի սահմանադրության 1995 թվականի նոյեմբերի 12-ի սահմանադրության նախաբանում գրված է, որ Ադրբեջանը անկախ պետություն է։ Անկախ ինքնիշխան, ինչպես ասում են, այո։ 12-րդ հոդվածում է, չէ, ներողություն 9-րդ հոդվածի երկրորդ մասում Ադրբեջանի սահմանադրության 9-րդ հոդվածի կարող են ստուգել, ով որ կասկածում է։ Գրած է, որ Ադրբեջանը ձեռնպահ է մնում կոնֆլիկտները ուժի եղանակով լուծելու մոտեցում։ Հա, ռազմական ճանապարհից։ Հիմա Նիկոլ, դու ի՞նչ ես այդ մասին իրանց դեմ տալիս։ Հա? Բայց գիտի։ Բասա մեր սահմանադրության մեջ գրած, հա, անկախ իրացնել է գրած։ Դե դուք էլ ձեր սահմանադրություն։ Բայց եկեք գիտես ինչ ասում Պետրոսյան ջան։ Դա սկսել է ասել 2024 թվականի օգոստոսի 30-ից, հետո կանոնավոր խոսել է դրա մասին, նոյեմբերի 14-ին X-ում գրառումներ արել անգլերեն։ Ասում է հետեւյալը. Հայաստանի հիմիկվա տարածքի, այն ինչ որ մնացել է Ղարաբաղը հանձնելուց հետո,
60-ից 70%-ը պատկանելու ու թվարկում եմ Սյունիքի Վայոց ձորի մարզերը ամբողջությամբ Արարատից, Արմավիրից, Գեղարքունիքից, Տավուշից, Լոռուց, Շիրակի մարզերից, դե մնում է մենակ բանը Կոտայքը, որ չկա այդ ցանկում էլի։ Անձեռն մխելի։ Հա, մեջտեղ անգնում։ Մնացած, այսինքն բոլոր սահմանամերձ մարզեր առանձին տարածքներ, Սյունիքն ու Վայոց ձորը ամբողջությամբ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ ունեն ադրբեջանական պատկանելություն։ Եվ մենք ասում ենք, Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու պահանջ իրանց չենք ներկայացնում։ ու էսի ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես Ալիևն եմ լսում եմ, ասեմ է դու ասիր, չէ, որ հիմիկվա Հայաստանի տարածքի 70%-ը հիմիկվա մեր գործող սահմանադրությամբ Ադրբեջանը։ Բայց ես կարդում գրած է Ադրբեջանի նախագահը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության երաշխավորը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը բոլոր ժամանակներում։ Այդ նշանակում է ինքը Փաշինյանը Ալիևին լեգիտիմ իրավունք է տալի զինված ուժերին հանձնարարություն տա, ասի այս տարածքները ամբողջությամբ վերցրեք վերահսկողության տակ, որ ես որպես նախագահ դե ինքնիշխանություն հաստատեմ։ Հիմա ասում եմ, գիտես ինչ, Փաշինյանն էլ ինչ է ասում, փաստացի։ Ասում է բերետի կռվով չանենք, ես ասենց տարին մի հատ քեզի կտամ։ 2024 թիվը Տավուշի հերթներ տվել եմ։ 2025-ը Մեղրիի հերթներ տվել եմ։ Արի գրաֆիկը կազմենք, ես իմ ժողովրդին խաբեմ, անը դնենք խաղաղություն սրանց խափելով, ինչ ուզում ես ես քեզ կտամ, մենակ մի կրակի, որ ես կարողանամ խափեմ սրա, որովհետև հենց դու սկսես կրակել, իշխանությունը վերարտադրել։ այո, հենց դու սկսես կրակել, մարդիկ ասեն դե լավ պատերազմ է, գործը պրավալ է այդում։ Դու չես կրակում, ես քեզ գրաֆիկով այդ քո 60-70%-ն տալու եմ, այս հայերին էլ այս հարևներն եք խափին կասեք, էսի խաղաղություն է։ Էս է հիմա կատարվում։ Ինչ է նշանակում։ Չի հասկանում Քրեական օրենսգրքի 421 հոդվածի համաձայն տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելը։ Նույնիսկ հայտարարություն անելն է քրեական անձը։ Որի համար նախատեսված է 10-ից 15 տարի ազատազրկ։ Միայն դրա համար 10-ից 15 տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված Ինքնիշխանության տարածքային 421 հոդվածն է քրեական օրենսգրքի։ Մի հատ էլ հոդված կա, եթե ճիշտ եմ հիշում, դու դա անգլիես ես կարդալ մինչև չկարդամ չեմ բանը, որ նաև հայտարարություններ դրա դեմ, այսինքն ասածը, եթե չեմ սխալվում, գործողություններն է։ Հա։ Բայց կա նաև ինքնիշխանության տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ։ Հայտարարությունն էլ է գործողություն։ Չէ, բայց այնի արդեն որ կոնկրետ տարածք է հանձնում ճշնամուն էլ, այնիշ որ ինձ փաստացի։ Չէ, հայտարարությունը, գործողությունը լայն հասկացություն է, դա մտնում է դրա մեջ նաև կարծիք հայտնելը։ Այստեղ ինձ արդեն 1000-րդ անգամ գրում են ինչի չեք խոսում իմպիչմենտի մասին։ Դե ինչ դժվար է խոսել։ Խորհրդարանական լսումներ տեղի ունեցան, Իշխան Սաղաթելյանը այն արխիվում գտնվող Լուսինե ջան, ներողություն։ ստորագրություն Վաղ չափող գիտեք տեղը։ Մի ժամանակ որ փոքր եմ ալիշկայում կար, բայց չեմ անում այդ կնիքի մակարդակը։ Բայց չեք կարող այդ կանգան բերեք դրանց վախը չափի, որ ձեզի չեն ընդունում։ Դե մի անգամ պետք է դրանց հետ գան։ Կարծեմ մի օքե գառնում կա։ Բերեք, մի հատ դրանց վախը թո չափեն։ Հիմա ինչ է ստացվում, Հայաստան դաշինքը միացավ, ես Իշխան Սաղաթելյանին հարց եմ հղել, ասել եմ պարոն Սաղաթելյան, դուք ասեցիք, որ մենք մեր ստորագրությունները դնում ենք, հա, այդ թղթի տակ, այսպես ասած։ Կարող ենք հստակ ասել, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։ Պատասխան չեմ ստացել, ճիշտն ասած, բայց հետո ասեց այո։ Ուրեմն իմ կարծիքով հետեւյալն է։ Իրականում Հայաստան դաշինքի падգամավորները մեր այդ նամակները, որ ես Արթունենք շարժման անունից ապրիլի վերջին փոխանցեցի ազգային ժողով, իրենք մայիսի 2-ին խմբակցության հայտարարություն են տարածել։ Այդ խմբակցության հայտարարությունից որ կարդում ես, ես հասկացել եմ, որ իրենք դեմ են վարչապետին անվստահություն հայտնելու։ Դե որ հայտարարություններ չանեն, իրենց գործողությունները դա հիշում է, որովհետև եթե մի բան իրենք կարող էին անել 2022 թվականի օգոստոսի 2-ից սկսած, մինչև հիմա չեն արել, դրանից է որ չեն ուզում որ անեն, որովհետև որ ուզեին, պիտի անեին։ Հիմա եկել է հասել է այս փուլը, իրանք իրաց դիրքորոշումը թողել են անփոփոխ։ Խորհրդարանական լսումների ժամանակ Իշխան Սաղաթելյանն ասում է, իմ
մեր մոտեցումը չի փոխվի, այն հայտարարության մոչկի չի փոխվի։ Մենակ մի բան ասում եմ մենք 28% ստորագրություն ձեզ Facebook-ում ցույց ենք տվել, դրել ենք safe-ը, հիմա safe-ից հանել ենք, տալիս ենք Հայկ Մամիջանյանին։ Այդքան բան, բայց դա չի նշանակում միանալ։ Միանալը պիտի լինի ֆունկցիոնալ, այսինքն մենք միանում ենք նախաձեռնությանը, դառնում ենք դրա համահեղինակ եւ պայքարում ենք, որպեսզի նախաձեռնությունը իրականություն դառնա։ Եվ եթե մինչև հիմա Ղազարյան Էդգարն էր հանրահավաք կազմակերպե, մի օր առաջ այդ օրը կոչ անում, որ մարդիկ գան հավաքվեն փողոցում ի աջակցություն իմպիչմենտի, ընդ որում պայման, որ Հայաստան խմբակցությունը առաջադրում էր իմպիչմենտի։ Ապա նշանակում այդ հայտարարությունից հետո Իշխան Սաղաթելյանը պետք է ասեր. ես իմ հերթին կոչ եմ անում, որպեսզի ժողովուրդը գա, մենք սկսել ենք անվստահության գործընթաց, պայքարելու ենք, խնդրում ենք ձեր աջակցությունը, հելեք եկեք, բայց այդ խմբակցության падգամավորներն էսքի չկային բանին, անվստահության այդ իմպիչմենտի թեբայով լսումներին, 28-ականոց խմբակցություն են, հասկացանք, Արտուր Սարգսյան բանտում է, Արեգնազ Մանուկյանը լիազորությունը դրա տեղերը նոր մանդատ չի ստեղ, 26 հոգուց 9-ն էին ընդե։ Ես ուզում եմ հասկանամ, բայց մյուսները ուր էին։ Ինչ կա, մենք գնայինք տենանք Հայաստան խմբակցության падգամավորից, ով չկար, չէ՞։ Այդանք հասնենք, ասենք, падգամավոր ընդդիմադիր։ Կարաս ինձ ասես, ուրբաթ օրը ժամը 12-ին, 12:30 այդ լսումների օրը, դու ուր ես եղել, որ ազգային ժողովում չես եղել, նա դու ազգային ժողով ես, լրիվ դրույքով աշխատող, աշխատանքային օրվա աշխատանքի ժամը, ամեն մարդ հետում է իր աշխատավայր աշխատանքի, դու եք դետաս քո աշխատավայր։ Եթե եկել ես քո աշխատավայր, ընդդիմադիր падգամավոր ես, նիստերի դալիճում լսումները, դու ուր ես։ Բուֆետում ես, դեմի կաֆեում ես, տուալետում ես, ուր ես այդքան երկար մնացել, որ չես գալի դալի։ Տուալետում եղած գալի։ Հետնել Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո այդ ով որ եկել է, նրանք է դուս եկան։ Իմ ելույթն էր, դա նաև դες դեմոնստրատիվ, էլի ցուցադրական, բոյկոտում են։ Ես մտածեցի, ասի երևի ինձ են բոյկոտում, դե չեն սիրում, դե լավ են անում։ Հա։ Այդ քեզի պետք է որ դրանք քեզ սիրելն է կարող է։ Քեզ պետք է։ Հիմա ես մտածեցի, որ իմ դեմ գործ, բայց պարզվեց, որ ոչ։ Լսումների դեմ է, որովհետև եթե իմ դեմ ելներ բոյկոտը, իմ ելույթից հետո հետ կգային դալիճ, կշարունակեին աշխատել։ Մի հատ ելույթ էլ իրանք կունենային։ Երկրորդ ելույթը Հայաստան խմբակցության падգամավորներ այդ լսումների ժամանակ չի եղել։ Եկան լսեցին Իշխան Սաղաթելյանին, ցուցակ տվին, գնացին։ Բայց եթե դուք միանում եք, ուր եք գնում, հակառակը պետք է ինձ զանգեք այն մյուս падգամավորներին, ասեք, քանի որ մենք միացանք, հելեք եկեք։ Դի դիմես ձեր կողմնակիցներին, ասեք, սիրելի ժողովուրդ մեր կողմնակիցներ, դիմադրության շարժման հարավը, հելեք եկեք, միացել ենք, սկսել ենք անվստահության գործ։ Ակնհայտ ցրում են վրեկներից։ Մենք ეხո միամիտ չենք։ Եվ ձեր կարծիքը այս ամեն ինչի հետ կապված իմպիչմենտի։ Ես ասել եմ, ես հույս չունեմ, որ այս ընդդիմության պայմաններում այդ անվստահության գործընթացը կմեկնարկի։ Իսկի իրար կողք չեն կարող կանգնեն։ Այդ նշանակում է, որ ընդդիմության մեջ էլ քիչ չեն մարդիկ, ովքեր իրանց պաշտոնը պահելու համար այտենց բան են դրսևորում, անգործություն։ Բայց իմ ամենա հիմնական մոտեցումը այն է, որ ամենաճիշտ տարբերակը, եթե իսկապես ընդդիմություն է, ամբողջ ընդդիմությունը մանդատները պետքա վայր դնի, որովհետև Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը բաղկացած է պարտադիր առնվազն 101 падգամավորից։ Հիմա եթե ընդդիմությունը իր մանդատները վայր դանի, են հետևից գալացողներն են ցուցակի մեջ։ Հրաժարվեն։ Հա։ Ուրեմն առաջանում է խորհրդարանական ճգնաժամ։ Այո։ Իսկ խորհրդարանական երկրում եթե խորհրդարան չկա, ուրեմն կառավարությունը չկա։ Վերջ։ Դե կառավարությունը հաշվետու է խորհրդարանին։ Այո։ Ազգային փաստացի դառնում է Նիկոլ Փաշինյանը։ Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Եթե ազգային ժողովը չկա, վերահսկողը չկա, սահմանադրական կարգը խախտվավ։ Հիմա դրա համար գիտեք ինչն է ամբողջ խնդիրը։ Ես անձնական կարամ անուններն էլ ասեմ։
թո ով դիլխոր կլինի, թո գա տենա։ Բայց ես չեմ ուզում անձնավորեմ։ Այստեղ խնդիրը հետևյալում է, դե մարդիկ կան, որոնք հայտնվել են պատահականության սկզբունքով, ու իրանք հասկանալով իրանք սեփական, գաղափարական սնանկությունը, լավ գիտեն, որ վաղը մանդատը դրեցին, մյուս օրը Իտալիան բանը գին թերթով հայտարարություն տան աշխատանքի, դրա համար էլ չեն դնում։ Այս է ամբողջ խնդիրը։ Դեմի Ղազարյան Էդգարի նման ոչ թե որ իրար դեմ են նստած դրա համար եմ ասում։ Այս մարդու նման գիտնական գրագետ մարդը համալսարանից զրկվի իր քաղաքական հայացքների պատճառով, իսկ անգրագետները գան լծվեն ազգային ժողովը իր տեղն է, ոչ թե բթամիտների։ Հարց կամ հետս մեկը նստի, երկու հարց կամ խայտարակ կլինի օրենսդրությունից։ Դե ես բարձր հո չեմ հարցնելու ինչ են հուշում աստղերը կամ ինչու է աղմկում գետը։ Ես պետք է հարցնամ օրենքներից, որտեղ իրանք օրենսդիր մարմնի անդամներ են։ Չեն կարա։ Իսկ ես մարդը այս գիտելիքներով այսօր աշխատանք չունի։ Դες ես իմ մասին չէ, ինձ էլ են ազատել։ Ձեզ էլ են ազատել։ Բայց ես Ղազարանի մասին եմ ասում։ Ես էլ ճիշտ ասած այն Ալփի Դավոյանի դառն եմ, Նեդերլանդից դուրս մնաց էլի։ Արդարադատության ոլորտը բարեփոխելու 3 էջանոց ծրագիր էր գրե, իսկ վարչությունում չդրին։ Ջոզալի պես կադրը հին ասացված կա, չէ, ասում եմ տաշած քարը պիտի գետին չմնա։ Հա։ Բայց այնա, տաշած, բայց բնաց գետնին։ Հա, տաշածա, բայց քար չի։ Այո, բայց քարը էլ լավ։ Ուրիշ բան։ Պարոնակ, ես հիշում եմ, որ դուք իրար հետ թեմա ունեիք կապված Ախուրյանցի անոյի հետ, եկել եք ընդհանուր հայտարարի։ Չէ, դեռևս մրցակցում ենք։ Հա, Դաժան մրցակցություն է։ Զիջում եք, պարոն Պետրոսյան։ չեմ զիջում, մրցակցում ենք։ Ղազարյանը ճիշտ Ես էլ իմ դիտքերը Հիմա այս բանը, այն Թորոսյան Արսեն Կոչեցյալը։ Մահվան նախարար։ Ես զարմանում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի Մահվան նախարար բոլոր Ես ժամանակ։ զարմանում եմ, էսի որ հայլու մեջ նայում է, ոնց ինսուլտ չի ստանում վախից։ Իսկ թվում է ստացել է։ Գնացել էր Հա, պատվաստվել Տեսքի ծերեմա որ ստացել ես վերջերս։ Նա սրա բանու գործել է, ասենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Այսինքն ինքը պետք է խոսա բնակչության զբաղվածության խնդիրների մասին, սոցիալական ապահովության։ Մի հեծ չեք կարողացել կառավարել։ Դիվում է Սամվել Կարապետյանին։ Թե գործարան կառուցեիք, թե մենակ ձեր նկարն եք խփում եկեղեցու պատերին։ Արա, լսի այդ տղա։ Եթե Սամվել Կարապետյանը իր նկարը խփում է եկեղեցու պատերին, ինքը ներդրում ունի եկեղեցաշինության մեջ, ընդհանրապես մեր պետականաշինության մեջ, քու պատկերը խփելու են զուգարանների պատերին։ Դու ինչ կապ ունես հեծի խնդիրների հետ։ Չի լինի, դες Չեն մտնի։ Չէ։ Դու որ մտնես զուգարան, տենաս Արսեն Թորոսյանի նկարը այնտեղ խփած է։ Հա, Չես էլի ինձ հետաս։ չէ։ Ես Չեմ էլի։ Ինչքան ներնա պիտի լես որ։ Զուգարանային նշանակությունը օգտագործում Ինչքան պիտի ներնա լես որ։ Հա։ Սրանն է, դու քեզնից ինչ ես ներկայացնում, որ հելել ես Սամվել Կարապետյան ես քննադատում։ Ամոթ չունես, դու ես երկրի համար ինչ ես արարա։ Քանի հազար երեխու գլուխ կերար քու առողջապահության նախարար եղածվա։ Քովիդի վաղտվա նախարարն է, հələ հաշվի։ Միլիարդները, Քովիդի նախարար։ միլիարդավոր դրամները։ Չէ, մի հատ հարց եմ։ Այդ դեպքում գնացին այդ գումարը։ Ինքը ինչ օրենսդրական գործունեությամբ զբաղված։ Դուք կարաք հիշեք մի հատ դեպք, որ Արսեն Թորոսյանը այս վախենալու կերպարա։ Ես ասեմ, հենց տենում եմ, բան եմ անում։ Ուշտ եմ պաշտպանվում եմ, հա։ Էսի մի հատ օրինագիծ ներկայացրել է։ Ես չեմ։ Բա ինչ գործ ունի սա ազգային ժողով։ Ինչի համար աշխատավարձ ստանում։ Չէ որ ազգային ժողովը Ղազարյան ջան, դա օրենսդիր մարմին է, դե падգամավորի, հա, ասենք կարծիք արտահայտես, քաղաքական դենատական։ Պետրոսյան ջան, նախորդ քարորիային, հələ մի հատ հիշի, մի հատ օրենքի նախագիծ, որ քննարկվի ազգային ժողովում։ Այսինքն, բերվել է օրենքի նախագիծ, քննարկում ինչ է նշանակում։ Հիմնական զեկուցող, հարցեր զեկուցողին, հարակից զեկուցող, հարցեր զեկուցողին, ելույթներ, քվեար, էտա չէ՞, բերում են արդյունաբերությունա, որովհետև ընդդիմությունը չի մասնակցում փաստացի աշխատանքներին, որովհետև իրանց օրինագծերը ընդ չեն քննարկվում։ Մի խմբ իրանք են իրար հարց, եթե մեկն էս նկարվելու համար բանես մի երկու ձևական էական ֆունկցիոնալ քննարկում Հայաստանում որևէ օրենք քննարկումների արդյունքում չի ընդունում։ Դրա համար էս խայտարակ իրավիճակն է։ Ես մի հատ հարց եմ տալի Չոշո Նիկոլին,
Էրդողանը ասել է Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է։ Պատասխան չի հնչել։ Ինչի որ մի հայտարարության համար է պատասխան հնչելը Ալիևի Էրդողանի։ Ուրեմն ես խնդրում եմ հարգելի լրատվամիջոցներ 1000 անգամ ասել եմ եւ ավելորդ չեմ համարում էլի ասել, որ ասում են պետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարը չի։ Սահմանադրության 123-րդ հոդվածում հստակ գրված է ով է պետության ղեկավարը։ Այլ հարցը, որ ինքը վերջում հաղորդման վերջում խնդրում եմ ասեք, որ տաքսի կանչի։ Փողոցային դիսպետչեր է ինքը։ Ու շատ վատ։ Զանգում եք չի վերցում, հիշում եք մի անգամ զանգեցին։ Խնդրում եմ կզանգեք։ Շատ վատ դիսպետչեր։ Նիկոլ Փաշինյանը դա պետության ղեկավար չի, հերիքա դա առաջի տիկին։ Այդպես չի առաջի տիկինը։ Պարոն Ղազարյան, հարգելիս։ Իր կինը երրորդ տիկինն է։ Ինչու, որովհետև Սահմանադրության հետ իմ ասած հոդվածի համաձայն 123 պետության գլուխը երկրի նախալը պետք է իրանալի նորը լիև։ Հետո առաջինը կամ երրորդը։ Հա։ Հետո կամ բախտավար դրա գլխին, որ երրորդ ունենա։ Հետո 88 հոդվածի երրորդ մասի համաձայն ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, այսինքն երկրորդ կնիկը Ալենի կնիկն է։ Բայց Ալենին էլ մեկը չի։ Հա։ Ալենին մենակ որ ցախ կնիկները բերես ցուցակին, դա արդեն մի 4-5 տեղ ազատ է։ Ընտրա ցուցակ ալում։ Այնի դրա կվոտաները շատ։ Երրորդը նոր վարչապետի կինն է, բայց էնել են դեպքում, երբ որ այդ կին լինում կարգավիճակը տունը չեմ անում ուրդեալում, ես չեմ հեռադիտակով հետևում, բայց ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում արձանագրված ամուսնությունը։ Հիմա իրանք կայուն է հայտարարել, որ իրանք զաքսավորված չեն։ Ստե կին չի, զուգընկերուհի է։ Այո։ Հարգելիները, շնորհակալ եմ ինչպես միշտ շատ հետաքրքիր կարևոր հարցեր բարձրաձայնելու համար, համեմված նաև հումորով, կարծում եմ դա իր հետաքրքրությունն ունի, շատ շնորհակալ եմ իսկապես հետաքրքիր հարցազրույցի համար։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի եւ իրավագիտության դոցենտ փաստաբան Գևորգ Պետրոսյանի հետ այսպիսիներ դիտակետը կհանդիպենք։